Տեր Հիսուս Քրիստոսի անունով ողջունեմ ձեզ բոլորդ, այս առավոտ եկած եք Տերոջը դունը միասնապար դերը բաշխելու եւ իր խոսքով սնանելու։ Հոդնգայս պիտի երգենք 191-րդ երգը, առաջին երրորդ տունը զանց պիտենենք 191, Աստված հոս է մեզ օրհնելու։ Դեր շնորհավոր մեր հավատքին բեսլա նոր օրհնություններով օժդված հոսքե մեկնինք այս առավոտ։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 31, որը Սամուս 46, քրիստոնեական ապահովություն։ Աստված մեր ապավենն ու զորությունն է, նեղություններու մեջ խիստ օգնական գտնվի։ Անոր համար պիտի չվախնանք, թեև երգիրը փոխվի ու լեռները ձովուն մեջտեղը ցկվին։ Թեև անոր ջրերը կորան, ուտողին ու լեռները փոխանան անոր ուրենալովը, գետի վտակները պիտի ուրախացնեն Աստուծո քաղաքը, բարձրելու սուրբ բնակարանները։ Աստված անոր մեջ է, անիգա պիտի չսասանի, Աստված անոր պիտի օգնե արդվանց կանուխ։ Հեքիաթոցները կհրովին, թագավորությունները կշարժին, բարձրյալը իր ձայնը կտա, երկիրը կհավի, զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեր ապավենն է։ Եկեք ու տեսեք Տերոջը գործերը, որ ավերումները ռավ երկրի մեջ, բادرազմները կթատրեցնե մինչև երկրի ձայրը, աղեղը գգոդրե, ունիզագը գչարթե, գարքերը գրագով գայրե։ Անհարկեցեք ու ջանցեք, որ ես եմ Աստված, հեքիաթոցներու մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ։ Զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է։ Փառքը լայր Սուրբ անվան։ Գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով Տերոջ քահում մոդեցնե։ Այո, մեր երկնավոր հայրը, թունես զորած Տերը
մեր Աստվածը ամենագարող, ամենակետ, ամենուրեք, բոլոր բարականերու վրա իշխող, պատմության Աստվածը, փառք կուտանք Տեր, գխոնարին քու մեծափառության դարչև, եկած ենք Տեր, այսօր անգամ ևս միապերա մեր սրտի շնորհակալությունները հայտնելու, քու անունդ մեծարելու, արժանի ես Տեր ամեն փառքի, պաշտամունքի, երկրպագության, եկած ենք ամեն բանի առաջ քեզ բաշխելու եւ Տեր քու անբանդ անունիդ արչև Տեր ձունգի քալու խոնարելու փառք կուտանգով Տեր արժանի ես որ մեր կյանքերը մեր սրտերը քրավես եւ Տեր գարավարես ինչպես որ թուն գուզես քանզի քու բոլոր ծրագիրներդ բարի են փառք կուտանք որ մեր ուրախության համար գործես մեր ներսիտին եւ այսօրով Տեր գուքանք մեր սրտին խորեր են փառք տալու, շնորհակալություն հայտնելու, մեր վայելած բոլոր փառքներուն համար գաղութենք ով Տեր, որ քորտնությունը հանգչի այս պաշտամունքին վրա եւ գխնդրենք ով Տեր, յուրաքանչյուրիս համար այս բահը հadouk բահը ըլլա, թփչիս մեր հոգիներուն, փանաս մեր մտքերը, մեր սրտերը, լուսավորես, զորացնես մեզ, քաչալերես, մխիթարես ուղես մեզի ով Տեր, քանզի քեզի պետք ունենք, առանց քեզի ոչինչ չենք, անոր համար գուքանք Տեր, հավատքով գուքանք, սիրահոժար գուքանք, ուրախությամբ գուքանք, մեր միակ նպատակը քեզ բաշխել եւ քեզի հետ հանդիպում ունենալ քուցայնդ լսել է խոսքիդ միջոցով, ուստի բոլորիս պետքերը թուն հայթայթես, սկիզբեն մինչև վերջ այս պաշտամունքը Սուրբ Հոգուն ցերկերու գանցնենք Հիշեդեր մեր բոլոր հիվանդները, անոնք որոնք մեր մեջ են, զանազան ցավեր ունին, դգարություններ ունին, բոլորին թուն այցելես, բժշկես, անոնք որոնք անգողինի գծարային հիվանդանոցներու մեջ են, Դեր գաղութենք որ թուն ողորմիս եւ քու հրաշքդ գադարես իրենց կյանքերեն ներս։ Հիշեխրովյալ երկիրները Դեր մեր սրտերու վրա ձանրացած Դեր նյութերը շատ են, բոլորը հավատքով քեզի կփերենք, մանավանդ մեր հայրենիքի հիշես, այցելես մեր ժողովրդին, խղճաս մեզի ով Դեր, այս վերջին չար օրերու մեջ քու ժողովուրդդ արթնա եւ Դեր բոլոր սրտով քեզ բաշխող ժողովուրդ մըլլա եւ ավետարանի բարի լուրը դարաձելու դրամատիրը լա Դեր հիշի այն երկիններու մեջ ուր քու զավակներդ իրենց հավատքին համար գդարաբին, գչարչարվին, գփանդարգվին, գնահատակվին, բոլորին Սուրբ Հոգիովդ զորացնես Տեր եւ քերփնական հրաշներդ գադարես իրենց կյանքերու մեջ Դեր բոլոր եկեղեցիները հիշե այս բահուս ուր հավաքված քեզ գբաշտեն խոսքիդ մատակարարությունը օրհնություն, շինություն եւ փրկության միջոց ընես այս բոլորը Տեր Հիսուսի անով գխնդրենք անարժանապար շնորհակալ ենք որ լսեցիր եւ պատասխանեցիր ամեն Ամեն Փարապանենք երկնավոր հայրը 91-րդ երգը երգելով Փած թուր մգա որում մեջ են այս երգին ալ երրորդ տունը զանց պիտի անենք Ein turne amenu
Yet perchin et verjeleng urvor katsateinka Yev havidya desneng sireng uzain kovek yerginka Vokutambat meli irav ein turnin zi hamar patzav in zi hamar patzav Որքան երանելի ենք սիրելներ, որ այս շնորհքի թուրը մեր առջև բացվեցավ եւ մենք ընդունեցինք զայն, փառքը լայր Սուրբ անվան։ Մեր փառապանությունը շարունակենք երգելով 287-րդ երգը։ Մի վախնար քեզ հետ եմ, օրհնյալ շող ոսկյա։ Mi vachnar kesed ordnat shoskja Zias limenama jampus luiskuda Chosum vorza ketsa chavar kisherin Yerpek chem tourkez aransi Ostatzav yerpek çetor zis aransin Vod çetor zis Ostatzav yerpek çetor zis aransin Shudov gataram Varter Shushaner Arev Nalgamari Vornor Pailatzer Isus Vartsaroni Zalik Bergyalin Isus Arev Yernitz Chetor Zisaransin Ostatzav yerpek çetor zis aransin Vod çetor zis Ostatzav yerpek çetor zis aransin Yerb kayler sanorosh Yerdan kavor yer Derskaseye Yes yema baven Karnan törçnotsnaman Gerkem sanzakin Deroch kalzer hostu Çetor zis aransin Vod çetor zis Ostatzav yerpek çetor
չթող զիս առանցին, ոչ չթող զիս, ոչ չթող զիս, խոսացավ երբեք չթող զիս առանցին։ Որքան երանելի ենք սիրելներ, որ մենք այս կյանքի փոթորգոտ ժամանակներուն երբեք առանցին չենք մնար, մեր դերը խոստում ունի և մեզի հետ է ամեն օր։ Մեր պարապանությունը պիտի վերջացնենք երկելով 365-րդ երգը, որ մեր դո ժամանակը հայտարարություններուն և նվիրավակին պիտի հատկացնենք։ Ով թուք որդիկ 364-ներորդ Քութով անհուն Հիսուս եկավ, փրկել հոգիս, սիրով անփավ։ Այո, Աբրահամ, դերորդն է բոլորս։
Այսօրվա մեր գարտացված հատվածը բիդլա 5 դագարանեն Մարգարեություն Եսայա առաջին գլուխեն դասեն 20 համարներն են որ պիտի գարտամ եւ մեր նույնը բիդլա Աստուծո անընդունելի զոհեր որոնք մարդիկ կուքան Աստուծո գուտան սակայն Աստուծո համար ընդունելի չեն ուրեմն այսպես կգարտանք լսեցեք դերոջը խոսքը ով Սոդոմի իշխաններ, ագանջ դրեք մեր Աստուծույն օրենքին, ով Գոմորի ժողովուրդ։ Ինչ պետք է ինձի ծեր զոհերուն շադությունը գսեդերը, ծեր խոյերուն ողջագեզներեն ու բարարդ անասուններուն ջարբեն գշտացած եմ, և զվարակներուն ու քարներուն և նոխազներուն արյունները չեմ ախորժիր, երբ կուքակ իմ արջևս երևնալու, ով բահանչեց ձեզմե, որ այսպես իմ սրահներս կողեք, Ալ ինձի ունայն ընձաներ մի պերեք, ծեր խունգը ինձի բիղձ է, ամսակլուխներուն ու շապատներուն և ժողովներուն կումարվերուն չեմ գրնար դանիլ, ծեր դոնախմպությունը անգամ անորենություն է, ծեր ամսակլուխներեն ու դոներեն գզզվի իմ հոգիս, անոնք իմ վրաս ձանր պեր եղան, վերցնել է հոգնեցա, ուստի երբ ծերքերնիտ գդարadzեք, աչքերս ձեզմե պիտի ծածկեմ, նաև երբ աղոտնիտ գշատցնեք պիտի չլսեմ, վասնզի ծերքերնիտ արյունով լեցունեն, լվացվեցեք, մաքրվեցեք, իմ աչքերուս արջև են ծեր չար կործերը մեկտի ըրեք, չարություն կործերը թատրեցեք, փարություն անել սորվեցեք, իրավունքը փնտրեցեք, զրգվածին ուղղություն ըրեք, որփին թադաստանը դեսեք, ու որպևարին թադը պաշտպանեցեք։ Հիմա եկեք վիճապանիկ գսեդերը, եթե ծեր մեղքերը գրտնագի գարբիրի պես են, ցույնի պես պիտի ջերմկնան, եւ եթե որթան գարբիրի նման են, ասրի պես ջերմակ պիտի ըլլան։ Եթե դուք հոժարիկ ու հոնազանտիկ, երգրին բարիքը պիտի ուտեք, բայց եթե զիս մերժելով ապստամբիկ, սուրը պիտի ուտե ձեզ։ Վասնզի դերոջը փերանը խոսեցավ ասիգա։ Աստուծո անընդունելի զոհերը։ Մարդարարածը միշտ պատրաստ է Աստուծո համար զոհը մատուցանելու։ Զոհը նշանակե նվեր, ընձա, մադաղ, որ շատերս կկործածենք, բադարակ։ Եվ այս նույնը կարելի է տեսնել կամ շոշափել դարբեր տեսանկյունները դիտելով։ Կարելի է խոսել Աստուծո գադարած զոհի մասին, որ Քրիստոս Հիսուսով եղավ, երբ իր միածին որդին աշխարհ գրգեց եւ ան մեր դերը զոհվեցավ։ Կարելի է խոսել Հիսուսի գադարած զոհի մասին, որ մեր սիրուն եղավ, ինչպես կսե Եբրայեցոց նամակի մեջ Պողոս առաքյալ, Եբրայեցիս 5:2 եւ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոս սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց, անուշահոտ բադարակ ու զոհ ըլլալով Աստուծո։ Դեր Հիսուս իր անձը նվիրեց մեզի, Քողկոթայի խաչին վրա իր անձը բադարակեց, որբեսի մենք այդ զոհին, որբես քարնուկ զոհին հավատալով կյանք ունենանք, անոր արյա շնորհի մեղքերու թողություն ունենանք։ Նաև կարելի է խոսել մարդուն գադարած զոհին մասին, Աստուծո համար, մարդը զոհ կգադարե Աստուծո համար, անոր սիրուն համար, մադաղը, զոհը, նվերը գադարել։ Եվ այս երորդը կարծեք թե ավելի գեհեդակրկրե մարդոց, քան առաջին երկուքը, անոր համար ես այս երորդին վրա պիտի կենտրոնանամ։ Հինեն իվեր մարդիկ զանազան զոհեր մատուցանելու պատրաստ էին, կմատուցանեին։ Հին գրոնքներու մեջ զոհը աստվածները պատվելու լավագույն ձևն էր։ Բոլոր գրոնքներու մեջ մարդոց
սորվեցուցած ու վարժեցուցած են, որ իրենց աստվածներուն զոհ մատուցանեն։ Մարդկային պատմության մեջ թարեր շարունակ գրաբաշներ, բաշտամունքներու ժամանակ դեսագավոր զոհեր, նվերներ գմատուցանեին իրենց աստվածներուն, մինչև իսկ երբեմն մարդը գլար այդ զոհը նվերը իրենց աստուծույն։ Հին ասկաց մատմության մեջ կգարտանք, թե մարդիկ զանազան ձեսեր և արարողություններ ու աղոտներ գմատուցանեին, որբեսի իրենց աստվածները ուրախ մնան, քոհացնեն զիրենք և չբատջվին անոնց գողմե։ Այս բաները Փափելոնե ծագումը ստացավ և Գայեն այս գրողներուն հիմնադիրը եղավ և զարգացուց Նեպրովտ Քուշիբորտին շարունակեց և զարգացուց այս գրողներուն գործունեությունները, որ մինչև այսօր կշարունակվի։ Պողոս առաքյալ այս դասագարքի մարդոց ակնարկելով գսե, իրենք իմաստուն ենք ըսելով հիմարեցան և անեղծ Աստուծո փառքը փոխեցին նմանցնելով եղձանելի մարդու և թրջուններու ու չոր քոդանիներու և սողուններու պատկերին։ Այս բոլորին յետին անշուշտ կգենար ով հոգիներու թշնամին, սատանան, որ մասնակետ է մարդոց մեջ զգացումներ ստեղծելու։ Այսօր դեղը ասած ենք, որ մարդոց մեծամասնությունը զոհը կտեսնեն ձեսերու և արարողություններու մեջ են և կգարձեն, թե գրոնքը պարզապես ձեսերու հետևիլ է։ Հին ուխտի տնտեսության մեջ, երբ Աստուծո ժողովուրդը կշեղեին և իրենց հոգևոր ու փարոյական պատասխանատվության անգիտագից կդառնային և միայն իրենց ձեսերով ու արարողություններով կբարձենային, Աստված իր մարգարեները կղրկեր զիրենք արթնցնելու և զգուշացնելու այդ վիճակեն։ Սամուել մարգարե Սավուղի գսե, ահա հնազանդությունը զոհեն ու խոսք մտիկ ընելը խոյերուն ջարբեն աղեկ է։ Առաջի Թագավորաց 15:22։ Իսկ դերը Եսայի մարգարեին միջոցով գսե, ինչ պետք է ինձի ծեր զոհերուն շատությունը գսե դերը, գարտացինք։ Օվսիա մարգարեն ևս Աստուծո բերնով գխոսի ու գսե, քանզի ողորմություն գուզեմ և ոչ թե զոհ։ Մեր դեր այս խոսքերը մեջբերում գնե, երբ իր խոսքը գուղե մոլերանտ ավանդաբաշտ գրոնական դասագարքիմը ըսելով կացեք սորվեցեք, թե ինչ է այն խոսքը զոր գսե, ողորմություն գուզեմ ու ոչ թե զոհ։ Օվսիա մարգարեն խոսեցավ և հարյուրավոր դարիներ անցավ, դա գավին սորված չէին։ Անոր համար Հիսուս մարգարեին խոսքը գիրիշեցնե, կացեք սորվեցեք, թե ինչ կնշանակե, ողորմություն գուզեմ և ոչ թե զոհ։ Արիթովը թբիրները մեկը Հիսուսի եկավ և հարցուց, որն է բադվիրանքներուն առաջինը։ Խոսակցության մեջ հետևյալը կգարտանք. զասված սիրելը ու ընկերը իր անձին պես սիրելը ամեն ողջագեզները ու զոհերը ավելի է։ Դժբախտաբար այս երևույթը միայն թբիրիմը հրյայի կամ հրյա գրոնական դասագարքիմը կամ գրաբաշտ գրոնքի մի երևույթը չէ։ Այսօր միլիոնավոր անվանի քրիստոնյաներուն վիճակն է հոգ թե դարբեր անուններով ու ցևերով։ Մարդիկ կհավատան, որ Աստված մգա, հիմա ուր է չեն գիտեր, բայց գա, ստեղծիչը, ուստի պետք է անոր փամը ընենք, զանիկա քող ցկելու համար,
Զոհմը, նվեր, ընձա, մադաղմը, դալու ենք անոր, որտև այդպես վարժեցուցին մեզի, մենք ալ հավատացյալ ժողովուրդ ենք, ուրեմն պետք է բան բանենք Աստուծո։ Մանավանդ անոր գողմե չբաճվելու համար, անեցքի տակ չլալու համար, պետք է զոհմը անենք։ Ասիգա ուրիշ բան չէ, եթե ոչ գրաբաշտական ըմբռնում։ Լսած եք դուք, շատ լսած եմ, Աստված զիս արգաձեմը ազատեց։ Հիմա ինք չի ճաշտարզ Աստված, Սուրբ Գիրքը ցերկն ալարած չէ, չի գիտեր ով է, բայց որտև արգաձեմը ազատեցավ, գսե Աստված ինձ ազատեց, ուրեմն ես բամը պետք է անեմ։ Լավակույն բանը ինչ է, ձերանոց, գիրանոց, ոչխար դալ, հավեր դալ, լավ բան է։ Ուրեմն ինք կգարձե թե, ուրեմն ասի Աստուծո համար բամը գնե, զոհմը գնե, կփոխարինե։ Հիվանդութենը բժշկեց Աստված։ Ուրեմն քանի որ Աստված այսպես հրավ, ես գորոշեմ մեկ տարվա համար երկու աշակերտներուն տրամը դամ։ Աստուծո համար գնեմ, ոչ աշակերտին համար, Աստուծո համար գնեմ։ Ուրեմն այսպեսով կորցի հաջողություն ունեցա, այս պետք է անեմ։ Իսկ ժամանակին չեմ գիտեր, հիմա եթե գային, մայրեր գսեն, Աստված իմ դղուս հարս ղրգեց, ուրեմն ես ալ պետք է բան բանեմ, կամ հագարակը, եւ այլն, Աստված փախտս բացավ, դղուս փախտը, աղջկանս փախտը, եւ զասված, որքան դքեդ է մարդը, որ զասված փախտին հետ կորձագից կնգադեն, Աստված փախտին հետ չկորձ ունի, Աստված փախտը բացավ, ուրեմն այսպես պետք է անեմ, այսպես պետք է անեմ, եւ այլն, եւ այլն, այս բաները լավ են երբեք ըսելիք չի գայդ, երանի թե մարդիկ ամեն ամիս օգնեն բարեսիրական հաստատություններուն, ոչ թե երբ Աստված փախտը բանա, որոշեն ամեն ամիս օգնեն, ըսկանչելի բան է, հիանալի բան է, կարևոր է, բարիք անել մարդոց, այնպես որ շատ լավ են, հարցը քրիստոնեության մեջ, հարցը բոլորովին դարբեր է, հարցը արդակին երևույթներով, ձեսերով զոհմադուցանել չէ, Աստված արդակին երևույթներով չի դարվիր, հարցը ինչպեսի սրդի վիճակով եւ ինչ շարժարիթով ու ինչպեսի զոհմադուցանելն է, հոս է հարցը, քրիստոնեության մեջ Աստված ինք գորոշե ինչպեսի զոհ պետք է մատուցանես, հոս է հարցը, բայց ով գուզե մդի գնել, մդի գնող չի գա, մարդը Աստված իր թիրքը հստակ գրած է, Աստված ինչպեսի սրդի վիճակեմը պետք է դուրս գա այդ զոհը, մարդը սրդի վիճակի մեջ ինչպեսի վիճակ պետք է լա, որ զոհմադուցան է, ոչ թե այդպես ինչ որ իր փդած մտքի մեջ կհղանա, գարտացված հատվածի մեջ Եսայի մարգարեն ճիշտ այս նյութը գշոշապե, գխոսի, Աստուծո մարդը, Եսայի մարգարեն, Աստուծո պերնով գխոսի, ինչ պետք է ինձի ծեր զոհերուն շադությունը գսեդերը, ծեր խոյերուն ողջագեզներեն ու բարարդ անասուններուն ջարբեն գշտացած եմ, և զվարակներուն ու կարներուն և դոխազներուն արունները չեմ ախորջիր, երբ կուքակ իմ արջևս երևնալու, ով բահանչեց ծեզնե, որ այսպես իմ սրաներս կողեք, և այլն, ինձի ունայն ընձաներ մի պերեք, ծեր ամսակլուխներեն, շապատներեն, ժողովներուն կումարվել են, այլևս հոգնած եմ, ծեր դոնախմբությունը անգամ բիղձ է գսել, Աստված կխոսի, մարդիկ կգարձեին, թե լավակույն ցևով զոհեր գմադուցանեին Աստուծո, Աստուծո ընձաներ գբերեին, հատուկ ձեսերով, ամենասուղ խունգը խնգարգելով, աղոտներ գպարսացնեին, մանավանդ շաբաթ օրը,
եւ հadoop տոներու մեջ փարավոր ժողովներ, ճշտամուկներ գկումարեին, ցերկերնին դարածելով աղոտներ գմադուցանեին, բարձր ցայնով ասորետ մեկտեղ ասված գմերժե այդ զոհերը, գմերժե, ասելով ալ ինձի ունայն ընձաներ մի պերեք, ծեր խունգը ինձի բիղձ է, ծեր խունգը ինձի բիղձ է, այսօր լայն զավալի վրա մարդիկ ունայն բիղձ ընձաներ զոհեր գմադուցանեն, սրդին մեջ մարդը, որ զոհ գմադուցան է, նույն մարդը սրդի մեջ ամեն տեսակ մեղք ունի, հբարդություն է, նախանցություն է, չարախոսություն է, ակահություն է, ադելություն, չարամտություն, բորգություն, շնություն, փարգություն, եսասիրություն, եսինքերին դարձած է, այս բոլորը իր սրդի մեջ ունենալով Սուրբի հովեր գարնե եկեղեցի գուքա եւ գուզե փամը նվիրել, գիտես գուզեմ ես նվիրատություն բնել, բայց անշուշտ բիչի բորդած չէ, կալգիրագի պիտի հայդարարես անունս։ Եվ այսպեսով մարդը գուզե փարավորվիլ, երևնալու, գծարայե, գմադուցանե ընձան, զոհը, բայց անընդունելի է։ Սրդի մեջ ադելություն եւ Աստծո երթալ փամբանել, զոհ մադուցանել, ասված կսե ընդունելի չէ։ Բայց այս է ներգայիս մարդոց ըմբռնումը եւ միտքը։ Ես ալ իմ ծառայությունս որպես ընձա Աստծո գնվիրեմ, սակայն սիրտն է քրիստոնեության մեջ զոհին տեսակը եւ ինչպեսի ցևով մադուցանելը դերը որոշած է ինչպես որ ասինք։ Երբ Դավիթ մեղանչեց, հասկացավ թե Աստված ինչպեսի զոհ գբան չէ։ Ասավ զոհի չես հաջիր, որ զանիգա մադուցանեի, թուն ողջագեզյալ չես հավնիր, Աստուծո զոհը ինչ է, գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտը ով Աստված, թուն չես անարգել։ Հասկացավ Աստված ինչպեսի զոհ որ գուզե։ Գուզես Աստուծո զոհ մադուցանել, հեզ պետք է լաս։ Աստուծո թիրքը հստակ է, մարդիկ ինչ կուզեն կրնանսել, հարկելի է, բայց հարցը, քանի որ մենք Աստուծո զոհ կմադուցանենք, բեք չէ անոր գարձիկ առնենք, ով դեր ինչ կսես տուն, հոժարես այս զոհին, բեք չէ խելքերնից աշխատցնենք քիչմը, ասենք արդյոք Աստված ինչպեսի զոհ մգբան չէ, թե ոչ, կարևոր չէ, ես այսպեսի զոհը պիտի կատարեմ։ Ամփարիշտերու զոհը գսե դերոջ արջև բիղձ է, Արագած 15:8, որոնք են Աստուծո անընդունելի զոհերը, թվեմ մի քանի հատ, երբ մարդուն անվանը փառքին համար է, մարդը գուզե երևնալ, թե գսե, նայր ես Աստծո փառքին համար գնեմ, բոլոր փառքը դերոջը գերտա, Ձապարենք Հիսուսի, ձապարություն Հիսուսի գուտա փառքին կառնե։ Ուրեմն երբ որ իր փառքին համար է ընդունելի չէ։ Երբ մղիչ ուժը խափեփա ու չար սիրտն է եւ ոչ թե Քրիստոսի սերը անընդունելի է։ Երբ մարդու սրտի մեջ մեղքեր կան եւ ինք հաճույք կստանա այդ մեղքերեն, ինչպես քիչ առաջ հիշեցի, նախանցություն, չարախոսություն, հբարդություն, փարգություն եւ այլն, ադելություն, ոչ թե լուրջ մեղքեր, մարդասպանություն, չէ, անակ մեղքեր հավատացյալները չեն գործեր, հապապույս ավելի թեթև ըստ մեզի։ Ուրեմն այս վիճակի մեջ զոհեր մատուցանելը Աստուծո ընդունելի չէ։ Մեր դերը Լերան քարոզի մեջ զոհի ընձայի մասին խոսելով ասավ. երբ քու ընձատ կբերես Աստուծո եւ հիշես, թե եղբորդ հետ հարց ունիս, աղոթքդ մի շարունակիր։ Քնա առաջ եղբորդ հետ հաշտվե։ Ետքը եկուր եւ շարունակե ինձի հետ հաղորդակցիլը։ Վերջը զոհը Աստուծո հետ գաբի մեջ մտնելու ցևն է։ Ուրեմն այս է մարդուն սիրտն է կարևորը։
Երբ զոհը ընդունելի գլա, գարտացված հատվածի մեջ մեր պատասխանը կստանանք։ 16-րդ համար։ Լվացվեցեք, մաքրվեցեք։ Մաքրվելով։ Ինչ բանն է, որ պետք է մաքրվի, սիրտը։ Սիրտը նաև հոգին է։ Մենք հաճախ խոսած ենք, ինչ է սիրտը, ինչ է հոգին։ Մեր միտքը, մեր խորհուրդները մաքուր պետք է լինեն։ Երբ որ գսե բորտյագին քու սիրտդ ինձի դուր, մեր հոգին գագնարկե, մեր միտքը, մեր զգացումները, մեր խիղճը, մեր գամքը, միջև իսկ մեր խոսքերը, հոգևոր ընդունակությունները, ասոնք են սիրտը, հոգին։ Ուրեմն ասոնք պետք է մաքրվին, հոս պետք է մաքրվի։ Մեր զգացումները մաքուր պետք է լինեն, մեր շարժարիտները մաքուր պետք է լինեն։ Այն ադեն ընդունելի։ Ուրեմն մաքրվելով։ Աստուծո գործը սիրելիներ, մարդուն սիրտին հետ է։ Ասի գուհուսամ լավ կհասկանանք, օր որքան ավելի շուտ լավ կհասկանանք, այնքան մեզի լավ է։ Աստուծո գործը սիրտիս հետ է, իմ սիրտիս հետ է։ Իսկ մարդոց գործը, մեր գործը իրարու հետ երևցածով կգործենք, բայց Աստված սիրտը գիտե։ Իմ սիրտիս հետ գործ ունի, քու սիրտիդ հետ։ Որքյագին, քու սիրտդ ինձի դուր։ Երբ մենք մեր սիրտը Աստծո գուտանք, այն ադեն գոհժարինք անոր ուզածը ընելու եւ անոր հաջելի զոհեր մատուցանելու։ Սակայն երբ մարդը սիրտը մեղքին գուտա, մյուս կողմը գրոնական արդակին երևույթներով, զոհերով, ընծաներով գուզես Աստված բարդական ընել եւ ակնկալել, որ Աստված իր ուզածը ունե, ինչպես հիմարություն է ասի, ինչպես հիմարություն, խավար փդած մտքին մեջ հղացած բան է ասիգա։ Երկրորդ, երբ զոհը ընդունելի գլա, դարձյալ գարտացված հատվածի մեջ կտեսնենք։ Մաքրվեցեք, իմ աչքերուս առջևեն ձեր չար գործերը մեկտի ըրեք։ Չար գործերը մեկտի ընելով։ Չար գործերը իմ կյանքիս մաս չեն գազմերալ։ Վերջացավ։ Աստուծո աչքով թիթված չար գործեր անշուշտ։ Մեր աչքով թիթված չար գործերը բարի կրնանք նկատել, որտեղ մեր անձնական չափանիշը ունենք։ Եթե գարտանք Հաղադացի 5-րդ գլուխին 9:21 համարները գսե, հոն մարդուն ապագանած բնության արդատրած գործերն են, գսե, արդ մարմինին գործերը հայտնի են, որ ասոնք են, շնություն, բորգություն, բղծություն, քիչություն, գրաբաշտություն, գախարտություն, թշնամություններ, գրիվներ, նախանցներ, փարգություններ, հագարագություններ, երկբարագություններ, բաժանումներ, չար նայվածներ, մարդասպանություններ, քինովություններ, անարագություններ, ու ինչ որ ասոնց նման են։ Զոր հիմակվնե ես ցեզի գզուրուցեմ, ինչպես առաջվնե ալ գզուրուցեի, որ այսպեսի բաներ կործողները Աստուծո արքայությունը պիտի չժարանքեն։ Ասոնք են չար կործերը, մեկտի։ Դերը գոչ կուղ է սելով, չարություն կործել է թատրեցեք։ Աստված արիթը գնձայ է և գյանք կշնոր է մարդուն, որ ան աբաշխար է, միտքը հող է, թատրի հինգյանքի մեջ ապրել է և ունայն անընդունելի զոհեր մատուցանել է և նոր գյանքն սկսի։ Եվ այս արավոտ դերը քեզի ընդրության արջև գտնե, եթե մեր մեջ սիրելի հոգիներ կա, որոնք դագավին անընդունելի զոհերով իրեք կմխիթարեն։ Այնպես որ անընդունելի զոհերով ժամանակդ մի վատներ։ Աստուծո զոհը գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտով ասված դուն չես անարգեր։ Այս է Աստուծո թիրքը և ան աբաշխարության գոչ կնե։ Եվ աբաշխարության գոչը ընել են ետքը հետևյալ խոսքերով գվերջացնեն։
Եթե դուք հոժարիկ ու հնազանդիկ երկրին բարիքը պիտի ուտեք, բայց եթե զիս մերժելով ապստամբիկ սուրը պիտի ուտեցես, վասնզի դերոջը բերանը խոսեցավ։ Աստված իր սերեն մղված կոչ կնե, որ մարդը փոխե իր միտքը, իր գեցվածքը, հասկնա, այնպես որ շնորհքի տնտեսության մեջ մեղավորին պատճելու սկզբունքը փոխված չէ, ինչպես գուսուցանեն Եհովայի գարձեցյալ վկաները, շնորհքի տնտեսության մեջ Աստված մեղավորին երկայնամիտ կլնա, ասի փոխված է, ոչ թե պատճելու սկզբունքը, մեղքին վարձքը մայ է, ասի չի փոխվիր, հաբա երկայնամիտ կլա շնորհքի տնտեսության մեջ, գիտեք ինչու համար երկայնամիտ կլա, որովհետև մեկը խաչին վրա մերավ, մեղավորներուն դեղը, անոր համար երկայնամիտ կլա, որպեսի մարդը հասկնա, թե ինչու համար Տեր Հիսուս խաչը բարձրացավ, եւ անոր փրկություն գտնե, անոր համար չի պատճեր, սակայն երբ մարդը կմերժե Աստծո շնորհքը, անոր սերը, ծրի փրկությունը, ահրելի եւ սարսափելի դատաստան մը կմնա միայն, եւ այդ դատաստանեն փախուս չկա, այն օր Աստված արդարությամբ եւ սրբությամբ պիտի արձակե իր վճիրանոնց, որոնց անզեղջ սիրտով մեղքի մեջ շարունակեցին եւ մերժեցին Աստուծո հրավերը եւ գոչը։ Արաքյալը այդ օրվան ագնարգելով, այդ սարսափելի օրվան ագնարգելով գսե, սարսափելի բան է գենթանի Աստուծո ցերքը ինալը։ Հիմա անոր քիրկը գրնաս նետվիլ, եղածիտ պես, որքան ալ մեղավոր ես, քնա նետվի, բաց պազուկներով գսպասե, այս է շնորհքը, սակայն երբ գմերժես, մերժողական թիրքին մեջ աչքերդ կփակես հավիտենականության կանցնես, ալ ամեն բան վերջացավ։ Հիմա Աստված իր սիրովը գգանչե, գսե 18-րդ համարը, հիմա եկեք վիճապանին գսե դերը, եթե ծեր մեղքերը գրտնագի գարմիրի պես են, ծյունի պես պիտի ջերմկնան, այս մարդոց գսե, նույն մարդոց, մինչև այսօր գոչը նույնն է, այնպես որ Աստուծո զո մատուցանելը լավ է և պետք է, սակայն ուղիղ սիրտով, մաքուր շարժարիթով, Աստուծո ուզած զոհը, որ է խոնարհությամբ, հեզությամբ անոր հետ քալել, որ մեր հետ կը օրհնությունը պիտի հանգչի մարդուն վրա։ Ուզես Աստված գսե, ուզես ինձ զոհ մատուցանել, ընձամը ուզես բերել, շատ աղը, լավ է, բայց պետք է խոնարհիս, մի խորիր, որ ես քեզի բարդական եմ, թուն ինձի բարդական ես, հեզ պետք է լաս, երբ խոնարհությամբ գնենք, ինչ որ գնենք, Աստուծո ընդունել է, նույնիսկ փոքր բան, սակայն երբ հբարդությամբ գնենք, մեր անձին փարավորման համար գնենք, մեր եսը քոհացնելու համար գնենք, բիղծ եւ անընդունելի զոհ։ Գիտեք այսօր եկեղեցիներ մեջ քանիներ գծարային, միջև իսկ գծարային իրենց անբան փառքին համար։ Ինչ որալը այդ ծառայությունը անընդունելի է։ Ինք գսես Աստուծո համար գնեմ, ես Աստուծո գծարայեմ, Աստուծո համար գնեմ, սիրտդ ուր է, հեզ ես, մաքուր ես, թե ոչ ադելություն, ամեն տեսակ մեղք կա։ Խորե այս ճշմարտություններու շուրջ, անոնք որոնք մեզ գունգտրեն համացանցի միջոցով, եթե մեր մեծ սիրելիներ կան, այս ճշմարտության շուրջ խորե, ունայն եւ անընդունելու զոհերով ժամանակդ մի վատներ, երանի թե մեր բոլորի սրտերը ուղիղ լան, շարժարիտները մաքուր լան եւ հեզությամբ մեր զոհերը բերենք Աստուծո, հեզությամբ եւ մեր ընձաները
անոր ներկայացնենք իր փառքին համար միայն հոգևոր բادرակներու մասին ալ գխոսի Աստծո խոսքը մեր շրտներուն քոհությունն է գսե քոհ ըլլալն է Աստված այսպեսի ընձաներով գփարավորվի Դերը ցեզ օրհնե եւ այս ճշմարտությունները լավ որ Սուրբ Հոգին մեր սրտերու մեջ թրոշմե իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմե իր խոսքին համար եւ պատկամը շատ բարձ էր այսօրվան որ Դերը մեզ գագնգալ է խոնար սիրտ եւ անշարժարիտ հոգի մեր բոլոր ծառայությունները որ կգադարենք լան Տերոջ փառքին համար Մի վերջացնենք երկելով 446-րդ երգը որուն 4-րդ տունը զանց բիդենք Եվ 5-րդ տունը ոտքի և հովիվի նաոտքով պիտի փագենք։ Դեր ցայնդ կլսեմ, որով զիս կգանչես։ Դեր Հիսուս գխոնարի քո արջևդ, որովհետև դու արժանի ես Տեր, մեր սիրուն համար քահ թողեցիր աշխարհ եկար, որպես քարնուկ զոհվեցար, որպեսզի Տեր մեր մեղքերուն քինը վճարելով մեզ ազատ արձակես։ Փառք ու տանք Տեր,
որ մենք քու մեջդ խաղաղություն, ուրախություն, երջանկություն կդածենք։ Մենք քեզմով դեր շատ ուրախ ենք։ Օգնե որ մենք ալ քեզ ուրախացնենք, մինչ գաբրինք այս աշխարհի մեջ։ Այո դեր շնորհակալ ենք այն ինչ որ գադարած ես մեր սիրուն։ Շնորհե որ հեզությամբ քեզ հետ քալենք։ Ամեն։ Եվ միշտ գիտակցենք թե մենք ապմը հողենք եւ ոչ ավելի։ Եվ ինչ որ լավ բան ունենք քեզ մեյդեր քու շնորհքիդ կբարդինք։ Այս գիտակցությամբ մեզ արցակես։ Փարքիդ համար կխնդրենք։ Ամեն։ Ամեն։